այդ գորգի գաղափարը պատրվում է եւ նա դառնում է, այսպես ասած, այսօր շատ ընդունված խոսք է օբյեկտ։ Կասկադ համալիրի համահեղինակներից մեկը Երևանի նախկին գլխավոր ճարտարապետ Ասլան Մխիթարյանը խորապես մտահոգված է Կասկադի ապագայով։ Ինչու քաղաքային իշխանությունը որոշեց Կասկադը վերակառուցել նորովի։ Ինչու ավարտին չի հասցվում նախկին նախագիծը։ Ինչպես Երևանի ավագանում իշխանության հետ կոալիցիա կազմած Հանրապետություն կուսակցության հետ փոխկապակցված անձը հաղթեց մրցույթում։ То есть այս Կասկադը, որ մենք տեսնում ենք, այդքան բազմամարդ եւ այդքան աշխուժ շարժման մեջ, ինքը անմիջապես դառնում է օղակաձև այգիների նման։ Մնում է շուն կապեն եւ բրծնենք դրան։ Գրեթե մեկ դար առաջ Ալեքսանդր Թամանյանի մտահղացած եւ միայն 70-ականներին Ջիմ Թորոսյանի, Սարգիս Գուրզադյանի եւ Ասլան Մխիթարյանի նախագծած Կասկադը այդպես էլ մինչեւ վերջ չկառուցվեց։ Ժամանակ առ ժամանակ տարբեր փորձեր եղան, սակայն Երևանի խորհրդանիշներից մեկը այդպես էլ ավարտուն տեսք չստացավ։ Մինչ մասնագետները հարցականի տակ են դնում մրցույթի անցկացման կարգն ու Կասկադի ապագա տեսքը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը մտադիր է 5 տարում ավարտել տասնամյակներ շարունակ կիսատ թողնված գործը, բայց սեփական կետից։ Կասկադ համալիրի վերին հատվածին ամանավանդ կառուցման վերաբերյալ կոնսենսուսի դժվար հասնենք որևէ պարագայում, բայց այնուամենայնիվ որոշակի փուլերով անցած նախագիծ ունենք։ Նախ տարեսկզբին Երևանի քաղաքապետարանը մրցույթ հայտարարեց, ներկայացնելով սպասելիքները։ Աշխատանքների ավարտից հետո ի թիվս այլնին կստեղծվեն համայնքի սեփականություն հանդիսացող շուրջ 1000 հոգու համար նախատեսված համերգասրահ եւ ժամանակակից արվեստի նոր թանգարան։ Տպավորիչ այս հայտարարությունից մեկ ամիս անց հայտնեցին, հաղթել է GTB Development ընկերությունը։ Կասկադ մշակութային հանգույց ճարտարապետական նախագծի իրականացման համար էլ 20 միլիարդ 46 միլիոն դրամի ներդրում կարվի։ Ունենք հաղթող ընկերություն, որը պատրաստ է իրականացնել ներդրումը։ Մրցույթը չի կարելի ասել, պարզապես երկու աշխատանք վերցրեցին եւ քաղաքապետարանի սայթով հրատարակեցին, որ բնակչության բավականին մեծ մասը այդ սայթին չի տիրապետում եւ չէ իմացել, որ նման մենք էլ տենց պատահաբար իմացանք եւ մենք էլ արեցինք մի տարբերակ հարգելով մեր վարպետների այդ աշխատանքը ներկայացրեցինք այդ աշխատանքը եւ ներկայացրեցինք նաեւ մի տարբերակ, որ արդեն փորձարական ներկա է։ Եւ պատկերացրեք ըստ տվյալների, ասենք, նույն Facebook-ին, մեր աշխատանքները, այդպես ասեմ, մի աշխատանք որպես ավելի շատ ձայներ հավաքեց, քան թե մնացած երկու աշխատանքները, որ ներկայացվել էր քաղաքապետարանի կողմից։ Որից հետո այդ ընտրությունը որ կատարեցին, մեզ թվաց, որ մեզ կհրավիրեն, մի հատ կզրուցենք, թե ինչն է պատճառը, որ լինելով հեղինակ, ես այդպես խաղից մնացի դուրս։ Ըստ Պետրեգիստրի հաղթող ընկերության 2024-ի հոկտեմբերի 24-ին հիմնադրված GTB Development-ի 97.5%-ի սեփականատերը Գրիգոր Տեր-Ղազարյանն է։ Նա Հանրապետություն կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանի եղբոր Արմեն Սարգսյանի փեսան է։ Մամուլը տևական ժամանակ գրում էր հնարավոր հովանավորչության մասին, հիշեցնելով, ինչպես Հանրապետություն կուսակցությունը Երևանի ավագանու ընտրություններից հետո իշխանական քաղաքացիական պայմանագրի հետ կոալիցիա կազմեց։ Ինչու ընտրվեց հենց այս ընկերությունը։ Երևանի քաղաքապետարանի պատասխանը կարճ է։ 4 ընկերություններից բաղկացած կոնսորցիումը հանդիսացել է միակ հայտ ներկայացնող մասնակիցը։ Այլ ընկերությունների կողմից հայտեր չեն ներկայացվել։ Ընդամենը մեկ հայտի առկայությունը, սակայն արդեն մտահոգիչ է։ Ճարտարապետ Ասլան Մխիթարյանը հարց է բարձրացնում. ինչու քաղաքային իշխանությունը այսպես արագ գտավ հաղթողին, չցանկանալով անգամ խորհրդակցել Կասկադի համահեղինակներ Ջիմ Թորոսյանի, Սարգիս Գուրզադյանի իրավահաջորդների եւ վերջապես իր հետ։ Եվ միջայժմ էլ որևէ քաղաքապետարանի կողմից նման, ասենք, վերաբերմունք չեմ զգացել։
Դեռ անցած տարի սեպտեմբերին Երևանի քաղաքապետարանը համալիրի արդիականացման 2 նախագիծ էր ներկայացրել, որ մշակել էին ամերիկյան եւ ֆրանսիական ընկերությունները։ Ակտիվ քաղաքացի հարթակում քվեարկող երևանցիները ձայների մեծամասնությունը տվել էր ֆրանսիական նախագծին։ Հենց այդ ընթացքում էլ մի շարք ճարտարապետներ սկսեցին բողոքել։ Քաղաքապետարանը այլընտրանքի հնարավորություն չի տվել, ի սկզբանե կենտրոնանալով 2 հեղինակների նախագծերի վրա, որոնք ըստ մասնագետների Կասկադի եւ օպերայի հետ դա որևէ կապ չունի։ Այս փետրվարին գործակարգավարական նիստի ժամանակ Ավինյանը հայտարարեց, որ քաղաքապետարանը ներդրողին հարակից տարածքում տարածք է տրամադրելու կառուցապատման համար։ Նախատեսվում է ներդրողին օտարել շուրջ 7 հեկտար համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածք, որտեղ կառուցվելու են բազմաֆունկցիոնալ շենքեր։ Երևանի սրտում, Կասկադում շուտով նոր դարաշրջան կսկսվի։ Այսպիսի կասկադ պատկերացնում է հաղթող կազմակերպությունը։ Կասկադը վերջապես կստանա իր լիարժեք տեսքը։ Գեղեցիկի հասկացողությունը ընդհանրապես այս մարդկանց մոտ կորել է։ Եթե արտասահմանյանն է, ուրեմն լավն է։ Հասկանում եք, դա մի տեսակ շատ գավառական մտածելակերպ է։ Դարձյալ բարձրահարկերով փակվում է քաղաքը։ Դժգոհում է Կասկադի նախկին նախագծի համահեղինակը, սրտնեղելով թամանյանական գաղափարախոսությունը լրիվ այլ բանի մասին էր։ Փոսորակը լցնելով չխախտել, մտածած ուրեմն դեպի վերև գնացող այդ գորգի գաղափարը, որը ինքը սփռվում է դեպի օպերա, դեպի քաղաքի կենտրոն, դեպի Թամանյանի արձան։ Իսկ սա ըստ Մխիթարյանի գաղափարը պահպանելու փորձ է, վերից վար կապել քաղաքը։ Թամանյանի պուրակն էլ են կարել, ջրային, գեղեցիկ, տենց ոնց որ անֆիլադայով գնում է հասնում է մինչև Թամանյանի արձան։ Դա էլ կա, այդ նախագիծը լրիվ կա եւ գտնում է պետական արխիվում։ Եթե հաջողվեր սա անել, նա էլ հետը կարելի էր անել։ Ինչն է, որ հանգարցակի մեր այս աշխատանքը դարավ ոչ ժամանակակից։ Կասկադի ճակատագրով մտահոգվել է նաև ճարտարապետների պալատը։ Ծավալուն նամակում նրանք էլ մեկ այլ խնդիր են վեր հանել։ Հեղինակային իրավունքի խախտում է տեղի ունեցել, որը վտանգավոր նախադեպ կարող է դառնալ։ Խորհուրդը առաջարկել էր ժամանակավորապես կասեցնել Կասկադի վերակառուցման ծրագրի իրականացումը եւ կառույցի հեղինակին ընդգրկել նախագծային գործընթացում։ Հայտարարությունից հետո GTB Development-ը առաջարկեց ձևավորել ճարտարապետներից բաղկացած խորհրդատվական խումբ, որը կաշխատի Կասկադ մշակութային հանգույցի վերջնական նախագծման փուլում։ Այս քննարկմանն էլ սակայն Կասկադի համահեղինակը հրավիրված չէր։ Չմտածելով ապագայի մասին, անում ենք նման շատ կարճամիտ ոչ հեռատես քայլեր եւ մենք քաղաքը ապականում ենք եւ կարող է հասնել այնպես մի կետ, որ անդրադարձ չկարողանանք ունենալ։ Կասկադի ճակատագրով մտահոգված մարդիկ շարունակում են պնդել։ Երևանը կորցնում է իր դեմքը եւ մայրաքաղաքի սիմվոլներից մեկը համարվող համալիրը եւս բետոնապատելուց հետո այլևս դժվար կլինի գտնել արևային այն քաղաքը, որ ժամանակին ըստ Չարենցի երևի տեսել էր Ալեքսանդր Թամանյանը։